Սկզբից բանն էր, և բանը մարմին եղավ, սկզբից գաղափարն էր, որ հետագայում իրականություն պիտի դառնար։ Ավետարանի այս խոսքերը նշանաբանն է մեր ազգի, նաև սուխլիսցիների համար։ Ամեն ինչ սկսվեց այսպես։ 1830 թվական Էրզրումի վիլայեթից տեղահան արված Հունց գյուղի 17 ընտանիք բնակություն հաստատեցին Փոցխովի ափին, Մցխեթա լեռների ստորոտում մի հրաշագեղ վայրում։ Առաջինը, որ կառուցեցին, դա Փայդաշեն աղոթատունն էր, բայց դա վայել չէր Տիրոջ մեծությանը։ Քարաշեն կառույցի մասին միտքը վաղուց էր տանջում սուխլիսցիներին, և տեղի ունեցավ հրաշք։ Եկեղեցու նախագիծը գծվեց ու հաստատվեց Պետերբուրգում, սակայն շինարարական աշխատանքները սկսվեցին 19-րդ դարի վերջին տարիներին և ավարտվեց 1900 թվականին Անարատ Թղության Սուրբ եկեղեցին իր անզուգական հնչեղ զանգակատնով։ Վարպետները ծուղրոցի էին, բայց քարդաշը սուխլիսցի Լավրենտեն Սերով պապն էր։ Եկեղեցու ներսի երկու պատշգամբների և խորանի ճաղերը սարքել է Պոզոյան Մկրտիչը, թրջած պապի հայրը, որը նաև քահանա էր։ Այսօր էլ նման ամուր կանգնած է մեր եկեղեցին ժայռերի նման, իր աղոթքի կանչող զանգով։ Եկեղեցին մեր տարածքի առաջին քարաշեն կառույցներից մեկն է։ Եկեղեցին մեր հավատքի անկյունակարն է, ինքնությունը պահող հզոր ուժ է։ Եկեղեցուն պահվում է մի հրաշք գործ, քահանայի թակ։ Մեր պապերը Դամրչոնց Պողոս պապը այն իր հետ բերել է Էրզրումից, չի բերել ոչ ոսկի, ոչ հարստություն, բերել է իր ընտանիքին պատկանող արծաթյա ծանր թագը, շքեղ ու թանկագին հիշադակ կորցրած հայրենիքից։ Գյուղը այդ տարիներին եկեղեցու շուրջն էր կուտակված, երթիքով տներ, կառաբաններ, համատարած աղքատություն, չքավորություն, սակայն գոմերին կպած թոնրատներում ապրող սուխլիսցիները ապրում էին համերաշխ, ուրախ ու երջանիկ։ Նոր ընտանիքներ էին կազմվում, երեխաներ ծնվում, այլևս անհնար էր ապրել մեծ ընտանիքներով այս փոքրիկ տնակներում։ Գյուղում գտնվեցին մարդիկ, որոնք ավելիին էին ձգտում, փոքրիկ խմբերով, 4-5 հոգանոց, եղբայրներով, բաժանաղներով, հայր-որդիների հետ, նոր ընտանիք կազմած երիտասարդներ ընկերների հետ սկսեցին արհեստներ սովորել։ Քարագործ, որմնադիրներ, որոնք կրթություն չունեին, բայց իրենց աչքաչափն ու շաուլը չէր զիջում ոչ մի ժամանակակից գործիքի։ Հյուսն, փայդագործ վարպետներ, դուռ պատուհան սարքող, անհավանական գեղեցիկ պատշգամբներ կերտող, շիշաբանդ ու պարզագույն կահույք սեղան աթոռ սարքող, փայդի լեզվին տիրապետող անկոդրում կամ քիտեր մարդիկ էին։ Կրիշ կաբող ժշտյանչիկները, օլուխ, բորի սարքող վարպետները։ Նրանց աշխատանքը նման էր տոնախմբությամբ, այնպիսի հաճելի միջավայր էին ստեղծում, որ կողքից հետևողը մտածում էր, որ նրանք չեն աշխատում, այլ քեֆ են անում, իրար ձեռ առնելով, կատակելով, հետաքրքիր հումորներ, պատմություններ պատմելով, երգելով, ուրախ աշխույժ սուլելով։ Գյուղում կամաց վերխոյացան սկզբից մի հարկանի, ապա երկհարկանի տներ։ Շինանյութերի հայթայթման պատմությունը առանձնագի ուշագրավ էր։ Ամբողջ ազգուտագով հավաքվում, քոխինջերից կոս քար էին հավաքում, իսկ ավազը գեդափից հայթայթում։ Մեծահասակներ այս ամենը տեսել են ու հիշում են, թե ինչպես էր գյուղը աճում, տարածվում ու մեծանում։ Հետագայում Հայաստանից սկսեցին բերել արդիքի վարդագույն և նարնջագույն տուֆը, թեթև ու շքեղ տները դարձան արևշող երկհարկանի պալատներ։
Չմոռանանք նաև նրանց, որոնք ընկած էին գյուղի կայացման ակունքներում, դարբինները։ Կոլեկտիվացումից հետո կոլխոզի և ապա սովխոզի դամրջանոցում աշխատում էին այս ուրախ, զվարթ ու դող խմող բարի մարդիկ։ Փոքսը փչում, երկաթը կռում ու կոփում, գործիքներ էին պատրաստում հողագործության համար, արոր, փոցխ, մուրջ ու մանգաղ, գերադի ու չափա եւ այլն։ Նրանց կրակն ու մետաղը կերակրում էին գյուղը։ Տները մեծացան, բայց ձմռան ցրդերին տաքացնել էր պետք այդ մեծ տները։ Սուխլիստիկ սկսեցին բոլոքի ցանել եւ դուրս գալ գյուղից, հարց առաջացավ գլխավորապես լուծել ջեռուցման հարցը։ Դրա լուծումն էլ գտնվեց։ Սվարչիկ Նիգլան, Ձեթ Վալոդը սկսեցին տներում կենտրոնական ջեռուցում անցկացնել։ Դա հրաշք էր այդ ժամանակների համար։ Հարակից գյուղերում, նույնիսկ քաղաքում չէին կարող իրենց թույլ տալ այդպիսի ճոխություն։ Իսկ որոշ ընտանիքներ ունեին պատիվ առարաններ հրակայուն աղյուսից հավաքած։ Մեծ փռով, որտեղ տանտիրուհիները թխում էին ավանդական գաթան ու բադամբուրին։ Հարիսան ուղափաման, իսկ խորոված մրգերի հոտը աշխարհն էր բռնում։ Հոտ ու համ, որ մանկություն ու հայրենի տուն են հիշեցնում։ Կոլխոզի տարիներին կառուցվել է գյուղի ակումբը, որտեղ ստեղծագործում էին գյուղի ինքնագործ խմբերը, երգի, պարի ներկայացումներ էին ցուցադրվում։ Կինոջի ակումբ ֆիլմեր էր ցուցադրում, ու ծանր աշխատանքից օգնած սուխլիստիները երեկոյան ժամանցի վայր ունեին։ Կարծես թե ամեն ինչ ունի մեջ էր ընկնում, սակայն մեծ խնդիր էր խմելու ջրի հարցը։ Մի աղբյուր կար ընդամենը գյուղում, Կիգոլի աղբյուրը։ Հետպատերազմյան տարիներին փոքրիշադե կայունանում էր կյանքը, որոշեցին յայլից ջուրը հասցնել գյուղ 8 կիլոմետրի վրա։ Դա շատ ծանր մեծ նախագիծ էր, սակայն Պավել Սիմոնիչի օգնությամբ այս նախագիծը իրականություն դարձավ եւ գյուղացիների ջանքերով սառնորակ սարի ջուրը հասավ գյուղ, որ մինչև օրս օգտվում ենք։ Հաջորդ մեծ նախագիծը անհայտ զինվորի հուշարձանի տեղադրումն էր։ Սուխլիստիկ նորից կբանգործին, միավորվեցին, քարերը տաշեցին, շարեցին, շուրջը բարեկարգեցին եւ ոչ միայն մերոնք, հարկ է նշել, որ օգնության հասան կողքի բնակավայրերի ծմուտ վարպետներ, օրինակ Շոթա Սանիշվիլին։ Գյուղը բարեկարգելու, հարմարավետ դարձնելու խանդավառությունը երբեք չմարեց սուխլիստիների մեջ։ Հայրերի եւ պապերի գործը շարունակելու եկան նրանց շնորհալի թոռներն ու որդիները։ Լուսահոգի հայր Էմանուելի նախաձեռնությամբ եւ երիտասարդ ու տարեց վարպետների աջակցությամբ կառուցվեց խաչը եւ խաչի ճանապարհը, ուր ամեն օր աղոթք է բարձրացվում առ Աստված գյուղի ու բնակիչների բարօրության համար։ Վարպետները չեն մեռնում, նրանք կենդանի են, նրանց կառուցած տները, նրանց կենդանի հուշարձաններն են։ Անցեք Սուխլիսի փողոցներով, նայեք շքեղ առանձնատներին, հայացք ուղեք դեպի խաչը, բացեք ջրի ծորակը, այս ամենը կենդանի են պահում վարպետների հիշադակը։ Ինչ որ ունենք այսօր գյուղում, դա արձագանքն է մարդկային ամուր կամքի, մտքի թռիչքի, աշխատասիրության, նվիրվածության եւ սիրով կատարած աշխատանքի, ուրախությամբ եւ որդությամբ կատարած աշխատանքի, որ անցնելու է սերունդներին որպես անգնահատելի ժառանգություն։ Այսօր 1991 թվականի մայիսի 4-ն է, խաղաղ հանգիստ գեղեցիկ օր է և մենք հիմա գտնվում ենք Սուխլիսի յայլաղում, մեր յայլեն է սա։ Այստեղ եղել է սուրբ նշան, սուրբ խաչ և այդ սուրբ նշանի, սուրբ խաչի տեղը Սուխլիսի երիտասարդները, որոնք ծնվել են 53 թվականին, 1953 թվականի ծնված երիտասարդները, այդ տղաներ կառուցել մի վանք, Աստծո մի տուն, եւ ահա նրանք իրենց աշխատանքը շարունակում են։
Տրված է եւ սիրով, հավատով տղաները շարունակում են իրենց գործը։ Միտքը հաղացել է Պողոսի, Գևորգի եւ Ջեկոյի կողմից Էքնոսի մանչու։ Եվ իրենք էլ նախաձեռնել են այս աշխատանքը, հիմա իրենք էլ այստեղ են եւ մենք տեսնում ենք, թե ինչպես Սիմոնը ուստեն, որ շատ անգամ տները կառուցել, այսօր մեծ սիրով եւ հավատով կառուցում է Աստծո տունը, որտեղ Սուֆլիստին պիտի ուխտի գա եւ իր աղոթքանի Աստծուն եւ իր խոսք ասի Աստծուն, հաղորդվի Աստծո հետ։ Սիմոնի հետ նույն սիրով եւ նույն հավատով վանքը կառուցում են Մարտինը, Էքնոսը, Հովաննեսը, Խոստումանը նույնպես մասնակից է, Սերգոն, բայց այս պահին այստեղ չէ։ Սա մեր քրիստոնյա աշխարհի հերթական կառույցներից է, մարմնով փոքրիկ, բայց Աստծո աշխարհում փոքր եւ մեծ չկա, սա Աստծո տունն է, եւ ինչպես որ քրիստոնյա աշխարհում, ինչպես որ քրիստոնյաները իրենց տաճարները կառուցել են մեծ հավատով, այդ նույն հավատով կառուցում են սուֆլիստիները այս վանքը։ Եվ սա մեծ ազգային գործ է, թող այդ հավատը, որ դրված է այս կառույցի հիմքում, թող այդ հավատը շարունակվի եւ այդ հավատը հայ ժողովրդին հասցնի իր բոլոր երազանքներին։ Աստվածահաճ գործ է, թող Աստված աչքը կամար եւ հավատի ճանապարհ է եւ մեծ ուրախություն։ Աստծո փառքը մեծ լինի։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր առիթ հանդիսացել խոսելու յուղի պատշարների, որմնադիրների մասին։ Ես կպատմեմ մի քանի խոսքով իմ հոր մասին։ Իմ հայրը Վանիկ Կարապետյանը նույնպես պատշար է եղել։ Իր մասնագիտությունը լավ գիտեր, իր գործը կատարում էր սիրով եւ ճշտապահությամբ։ Սիրում էր հետևել ամեն ինչին, շաղախին, քարին, շարվածքին։ Դրանք նրա մեջ այնքան խորն էին մտել, կարծես ծնված օրից էին իրեն տրված, որն էլ հանդիսացավ այն հիմքը, այն հիմնակարը, որ հետագայում նա դարձավ վարպետ, պատշար։ Հայրս գյուղում շատ տներ է շինել, կառուցել, բացի գյուղից հարևան գյուղերում, նաև վրացական գյուղերում։ Մի անգամ հիշում եմ, երբ վերադառնում էինք Աբաստումանից, ինքը արդեն հիվանդ էր, ցույց տվեց վրացական մի քանի գյուղեր եւ ասաց, որ այդ տեղերում ինքը ունի իր ձեռքի աշխատանքը, շատ տներ է կառուցել։ Կարծես թե ես առաջին անգամ նրա բերանից զգացի, լսեցի հբարդություն, որ երբևէ ինքը չէր ցուցադրում իր աշխատանքը։ Երևի մտովի հրաժեշտ էր տալիս կյանքին, նաև ցույց տալով իր կյանքի անցած ուղին։ Այսօր ես հբարդ եմ, որ ունեցել եմ այդպիսի հայր եւ որ իր դասերագությամբ մեզ 3 երեխաներից էլ հասցրել է ինչ որ նպատակի։ Ես կուզենայի, որ
նրա մասին մանրամասնեի մի փոքր, ասելով, որ քանի որ նա լավ պատշար է եղել, նաև փորագրել է իմացել և ամեն տուն շինելիս տանտերը միշտ հորս է տվել այդ աշխատանքը, որ անպայման ինքը փորագրի տան դիմացի պատի այն քարը, որի վրա գրվում էր տանտիրոջ անուն ազգանուն հայրանունը և կառուցման տարեթիվը։ Այդպիսիները շատ են, ես այսօր տեսնում եմ իմ հոր աշխատանքը, հբարդանում եմ նրանով և ուզում եմ, որ միշտ հիշվի հայրս որպես պատշար։ Իհարկե նա մենակ չէր, աշխատում էր իր խմբով և որի մեջ մտնում էին Մաղաքյան Պողոսը, Սարգսյան Սարգիսը, և հայրս, որ այս փոքրիկ խմբով շատ աշխատանքներ են կատարել։ Բարև ձեզ բոլորիդ, իմ հարգելի սուխրիստիներ, ես փոքրից սիրել եմ լինել արհեստավոր, 7 տարեկանից գնում էի ոտքով Ախացխա կա Սամալյոթի դպրոց, այնտեղ առաջի տեղը բռնեի մշտական մայիսի 1-ին, իմ Սամալյոթս թռչիրգը ամենից առաջ, Ռեզինովի էին, միշտ հետո մատորով շինեցի, թռցնում էի, բոլորն ասում էին, որ քեզնից արհեստավոր դուրս կգա։ Դրանից հետո գնացի արհեստավոր, ուստի մոտ սովորելու, գնացի Ախցխա ուստա Աշիգի մոտ սովորելու մեբել շինել, շիֆաներկա էինք շինում, դուր փենջիրը, ավարտելուց հետո սովորելուց վերադարձա գյուղ 70-80 թվականներին, սա գյուղը հարուստ ժամանակ էր, շինում էին 2 հարգանի տներ, 70%-ը շինել եմ ես գյուղացոց պոլերն ու գրիշները, դրանից հետո ես սկսեցի ուրուշ արհեստորվել։ Կդալ և թորնիկներուս համար շինել եմ բոլորին արեխովնի կդալներ, որը լաքած չէ, միայն շեմիշկի եղով եմ ներգել ու դրանով ես իմ արհեստս վերջացրել, 84 տարեկան ժամանակ շեմ շինես ոնք 4 թորիս է, որ իրեն ինձի հիշեն, բոլորից շնորհակալ եմ, բոլորից առողջություն եմ ցանկանում, երջանկություն, ով որ երեխա ունի նշանվելու, բարի մարդու ռասկա, բարի ընտանիք կազմեն, երջանի գլին, բոլոր դե ինձնից մեծ ապրի, ինչպես ես եմ առողջ եղել, այդպես առողջ երջանիկ ապրիկ մինչև կյանքի վերջ։ Երբ հոգնած լինեմ, պապ ջան, հենվել ուզենամ, շարած պատերիդ վստահ կհենվեմ, թե Աստծո կամոք որդի ունենամ, տաշած քարերդ նրան ցույց կտամ։
Simikovar. Mardin'e barınma gayret. Simikovar. Başlara kaçaka. Bakal Mardin'e. Arkan gördün nasıl gidecek? Almadığını var. Каруджал, давай. Malov. Geçi geri. Çağır. Çağır kısım. Bu diyor derler. Zinç kaşıyla arkalı. Şamladı. Şokolat. Kamas Yep geçti. kıpırdandık. Kal. Ama diyor. Gecenin gibi kaç var? Bak. Şimdi elinde sen açı var yanında dur otur. Abi iyi şaşırdı. Merci. Bakalım var ya. Herkes seçiyor tam. Herkes. Yazın göre. İn çıkın da kahveyi yere koy. İstiniz mi kahve? Aslat yardım. İn çık asla. Sana davayla biliyorsan yapıyor. Hanza. Esas herkes. Kançelin. Erzurum herkes. Ha. Vakkas hep kokatsi Erzurum kovaka. İnç tacan havame. Evet, bunları tanıyın gitti. Dansap Erzurum. Yer parasından da git. Ha. Yağmasın bir girler.